Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մենք ենք մեր սարերը, վավերագրական պատկերներ Արցախահայության սարսափելի ճակատագրին մասին։ Մենք աշխարհով մեկ ծրված ենք, բայց չենք անհետացած։ Քանի դեռ կան արցախցիներ, կա նաև Արցախի հարցը։ Մենք չենք ուզեր, որ Արցախը դառնա Նախիջևան։ Արցախի Դադիկ Բաբիկ հուշարձանի հեղինակի որդին դիմաց է Թադարան։ Պուրտուր, մորցված հայկական ժառանգություն։ Մեծ Բրիտանիայի օթերը հայկական վերածնունդի անկման մեջ, Աշոտ Հարությունյան։ Հրանտ Տինգ, ճշմարտություն, որ չի լրացվիր, ինչպես պատրաստել քաղցր շարոց։ Նոր բանացեված պատկեր պատմագրությունը «Մենք ենք մեր լեռները» ֆրանսիացի լրագրողի դեսանգյունեն կբացահայտի Արցախի հայության դարաբալից պատմությունը։ Նկարազարդումներն ու քույները պատմության կհաղորդեն հուզական խորք եւ կենդանություն։ Պատմագրությունը կլուսաբանե Արցախի երկարատև հագամարտությունը, հատկապես անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի կողմէ իրականացված էթնիկ զուդումներուն եւ անոնց պատճառած խոր ցավին։ Ընթերցողը կծանոթանա ժողովրդի դոգունության եւ հողին հանդեպ անոնց անվերաբահ սիրուն։ Գլխավոր հերոսը Էլիզը ֆրանսիացի անկախ լրագրող մնե, որ Արցախ կժամանե պատերազմը լուսաբանելու, բայց շուտով կդառնա բնակիչներուն առօրյայի եւ բայկարի մասնագից։ Պատկերներուն կգծվին նաև հագիրճ պատմական բացատրություններ, ներկայացնելով Արցախի բազմատարյան անցյալը։ Մենք ենք մեր լեռները կշեշտեն մարդուն եւ իր հողին անկախտելի գաբը, մարմնավորված Դադիկի եւ Բաբիկի խորհրդանշական կերպարներով, միաժամանակ զգուշացնելով մշակութային ժառանգության այսօրվան վտանգված վիճակին մասին։ Այս նշանակալի եւ արժեքավոր գործը կդարձնե հնարավոր, որ յուրաքանչյուր ընթերցող պատկերներու, պատմություններու եւ իրական իրադարձություններու միջոցով ըմբռնե Արցախի ժողովրդի ցավը, դոգունությունը եւ հոգեվոր հարուստ ժառանգությունը։ Արցախցի արվեստագետներն ու ցերնարգադերերը Երևանի մեջ կմասնակցին «Մենք կանք» խորագրով ցուցահանդեսին, շարունակելով իրենց ստեղծագործական եւ տնտեսական գործունեությունը բռնի դեղահանութենեն ետք։ Ցուցահանդեսը կդառնա ոչ միայն ինքնաարտահայտման հարթակ, այլ նաեւ գոյատևման եւ շարունակականության վկայություն։ Նկարիչ Լիլիա Պետրոսյան, թեև Արցախի մեջ գործընթացած է իր արվեստանոցը, այսօր կստեղծագործե Հայաստանի մեջ, կտասավանդե եւ հստակ կերպով կշեշտե, որ արտագաղթելու մտադրություն չունի։ Հայաստանը անգնկատե իր հողին շարունակությունը։ Վերադարձի հարցը անոր խոսքով փակված չէ, սակայն անիկա կրնա իրականություն դառնալ միայն համապատասխան քաղաքական եւ անվտանգային պայմաններու գոյության բարակային։ Մարինա Թևանյան 2024 թվականին վերսկսած է իր գործարար գործունեությունը Հայաստանի մեջ փոքր քայլերով հասնելով գայուն արդարության։ Անևս իրավական չի պատկերացներ Հայաստանի սահմաններեն դուրս եւ կշեշտե, որ արցախցիները թեև աշխարհով մեկ ծրված են, կշարունակեն միահամուռ մնալ։ Անոր համոզմամբ վերադարձը կրնա ըլլալ միայն այն բարակային, երբ Արցախը դուրս ըլլա Ադրբեջանի ենթակայութենեն։ Նազիկ Հայրիկյան, ով երկար տարիներ Արցախի մեջ աշխատած է որպես ուսուցչուհի, այսօր Հայաստանի մեջ կսպաղվի գործ աշխատանքներով եւ փոքր ցերնարգադիրությամբ։ Անևս արտագաղթելու ցանկություն ունի Հայաստանը նկատելով իր հայրենիքը եւ կնշե, որ արցախցիներու վերադարձի հարցը դակավին բաց կմնա։ Երևանի Գարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին մեջ կգայանա «Մենք կանք» խորագրով մշակութային միջոցառումը, որ կազմակերպված է Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպության եւ Մունք տեխնոդպրոցի կողմէ։ Միջոցառման ծիրեն ներս բացված է ցուցահանդեսը, ուր ներկայացված են արցախյան ընկերություններու արտադրանքները, ցերկի աշխատանքներ, ինչպես նաեւ մշակութային խումբերու ստեղծագործություններ։ Արցախցի հասարակական գործիչ Արտակ Մկրտչյան նշած է, թե միջոցառման հիմնական նպատակը Արցախի մշակույթն ու պարպարը պահպանելն է եւ զանոն քալիք սերունդներուն փոխանցելն է։ Մենք բարդավոր ենք աշխարհին ցույց տալ, որ մենք կանք եւ կշարունակենք մեր բայկարը մեր մշակույթով եւ գրթությամբ։ Արցախը հայկական է եւ մենք պետք է պահպանենք այդ իրողությունը մինչեւ մեր վերադարձը, ըսած է ան։ Արցախի խորհրդանշական Դադիկ Բաբիկ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հեղինակ Սերգեյ Բաղդասարյանի որդին Աշոտ Բաղդասարյան թիմած է Երևանի քաղաքացիական Թադարան, բարձրացնելով հեղինակային իրավունքի խախտման խնդիրը։ Թադական վարույթ կսկսի երկու ուղղությամբ՝ հեղինակային իրավունքի խախտման եւ ժառանգական իրավունքի վիճարկման առնչությամբ։ Փաստաբան Անի Դավթյանի խոսքով վեճը սուրճ արտադրող Քաֆե ընկերության հետ է։ Ընկերությունը առանց համապատասխան համաձայնության օգտագործած է հուշարձանին պատկերը իր դադի եւ բաբի անվանումներով արտադրանքներու փաթեթավորման վրա, զայն ներկայացնելով աղավաղված ձևով, երբեմն միայն Դադիկի կամ միայն Բաբիկի կերպարով։ Դավթյան ընդգծած է, թե պահանջը նյութական բնույթ չունի։ Հիմնական նպատակը այն է, որ քանդակի պատկերը չօգտագործվի առանց համաձայնության եւ չներկայացվի փոփոխված կամ խեղաթյուրված ձևով։ Միևնույն ժամանակ ընկերության կողմը կվիճարկե նաև քանդակագործին ինքնությունը, բնտելով թե ան գործած է գեղձանունով, ինչպես նաև կփորձե գասկածի տակ դնել ժառանգության իրավունքը։
Պուրտուրի հայոց պատմությունը շատերուն համար անծանոթ կմնա։ 7 տարի առաջ, երբ մեծ տատիկիս հարցուցի իր հոր մորական դողմին մասին, անհանգարց բարձ ու անսպասելի պատասխան տվավ։ Քու մեծ տատիկը պուրտուրեն է։ Այդ քանի մփարերը ամբողջովին փոխեցին պատկերացումներս, դառնալով մորցված համայնքներու ուսումնասիրության սկիզբը։ Մենք ընդհանրապես կճանչնանք Օսմանյան գայսրության արևելյան եւ հարավային նահանգներու, ինչպես նաեւ արևմտյան փոքր Ասիո հայկական համայնքները, բայց Պուրտուր անունը զիս զարմացուց։ Երբ սկսա ուսումնասիրել, բարձ դարձավ, որ Պուրտուրի մասին գրեթե ոչ մեկ տեղեկություն գոյություն ունի, կամ այն կհիշադակվի միայն քանի մը կարճ նախատասություններով։ Հայոց առաջին ներքաղթը Պուրտուրը սկսած է 1604-1610 թվականներուն Բարսկաստանեն Օսմանյան գայսրություն տեղափոխված քանի մը ընտանիքներու միջոցով։ Պուրտուրի հայոց լեզուն բարդ եւ եզակի խառնուրդ մներ, արցախյան հայերեն, արևմտահայերեն եւ թրքերեն տառերով։ Պուրտուրի հայ համայնքը կփաղկանար շուրջ 250 ընտանիք է։ Անոնք մեծ նվիրումով կբաբանեին իրենց հավատքը ունենալով մեկ եկեղեցի Սուրբ Աստվածածին։ Երեխաներու գրթությունը կկատարվեր քրական արևմտահայերենով։ Պուրտուրի հայերը կխոսեին պուրտուրական պարպարով, արևմտահայերենով եւ թրքերենով։ 19-րդ դարում Պուրտուրը ապրեցավ ընկերային եւ տնտեսական զարգացում, ուր հայերը նշանակալի դեր ունեցան։ Անոնք զբաղված էին չրաղացներով, թեղագործությամբ եւ գործածական արվեստներով։ Այս բոլորեն առանձնագի դեղ ուներ գորգագործությունը։ Պուրտուրի հայ կանայք կգործեին բարձրորակ գորգեր, որոնք կվաճառվեին նույնիսկ Ադանայի մեջ։ 1915 թվականին Պուրտուրի շուրջ 1000 հայեր ենթարկվեցան բռնակախտի, Կոնյայեն անցնելով մինչև Դերձոր։ Միայն 7 ընտանիք փրկվեցան, իսկ մնացյալները գաղթեցին։ Այսօր մեր միակ պարտականությունը Պուրտուրի հայերը հիշելն է, վերակենդանացնել անոնց պատմությունը, մշակույթը եւ լեզուն եւ թույլ չտալ, որ այդ համայնքը ընդմիշտ կորսվի պատմության մոռացության կողին տակ։ 1918-1920 թվականները հայ ժողովրդին համար նշանավորվեցան անկախության վերածնունդով եւ միաժամանակ մեծ ծերություններու փախումներով։ Առաջին հանրապետության սկզբնական հաջողությունները, ինքնապաշտպանության կազմակերպումը, մուսավատական ապստամբության ջախջախումը եւ Արցախի մեջ ժողովրդային իշխանության ձևավորումը նոր ազգային վերածնունդ կխոսանային։ Սակայն 1919-1920-ին իրավիճակը փոխվեցավ։ Մեծ Բրիտանիան սկզբնական աջակցութենեն յետ Հայաստանը սկսավ դիտարկել որպես խոչընդոտ իր ռազմավարական ու նավթային շահերուն համար, աջակցելով Բաքվի հայատյաց իշխանություններուն եւ սահմանափակելով Արցախի դիմադրությունը։ Չնայած Արցախի ժողովրդային իշխանության վճռական դիմադրության, օտար խաղաղարար քաղաքականությունը նպաստեց հայկական պետականության թուլացման։ Արդյունքով հայկական վերածնունդը խափանվեցավ մեծ ծերություններու շահերու բախման պատճառով եւ Հայաստանը դարձավ տարածաշրջանային քաղաքական խաղերու զոհ։ Հրանտ Տինկի սպանության 19-րդ տարելիցին Կոստանդնուպոլսո մեջ Հրանտ Տինկի հիշադակի կեդրոնին մեջ տեղի ունեցած է ճշմարտության զրույցներ շարքեն 6-րդ սեմինարը։ Սեմինարը վարած է գրողը եւ լրագրողը Գարին Կարակաշլը, ով երկար տարիներ աշխատած է Հրանտ Տինկի հետ Ագոս 1-ի մեջ։ Կարակաշլը վերհիշելով Հրանտ Տինկի հետ իր համատեղ աշխատանքային տարիները, շեշտած է անոր պատմելու հատուկ ոճը, համբերադար, համառ եւ հավատքով լեցուն։ Սեմինարի ընթացքին մասնագետները քննարկած են Հրանտ Տինկի տարբեր տարիներու գրած հոդվածները, փորձելով ըմբռնել անոր մտածողության ձևը, գրություններուն թիմադրող բնույթը եւ այն ճշմարտությունները, որոնք մինչեւ այսօր ալ կմնան անհարմար եւ վտանգավոր։ Կարակաշլու խոսքով Տինկի հոդվածները արագ ընթերցմամբ չեն սպառվիր, այս ժամանակի ընթացքին կբացվին, ընթերցողը ստիպելով վերանայելու իր դիրքորոշումները։ Միջոցառման մասնագետները կիսված են նաև անձնական հիշողություններով, ընդգծելով, որ Հրանտ Տինկն ու Ագոսը անխուսափելի հանդիպում մնեն բոլոր անոնց համար, որոնք կերազեն ավելի արդար եւ խաղաղ հասարակության մասին։ Սեմինարը վերածվեցավ ոչ միայն հիշադակի արարողության, այլ նաև մտածողության շարունակության, հաստատելով, որ դարիներ անցալ Հրանտ Տինկի խոսքը կշարունակե ապրիլ եւ աստել։ Շարոցը կամ ինչպես այսօր ավելի տարածված է գոչվիլ քաղցր սուջուխը, ընկույզի միջուկով պատրաստված, ալյուրով եւ խաղողի խդացված հյութով պատրաստված, թելին շարված եւ չորցված հայկական ավանդական աղանդերմն է։ Փափուկ, քաղցր եւ փուրումնավետ այս քաղցրավենիքը թարերը ի վեր տեղ ունի հայկական խոհանոցին մեջ։ Շարոց անունը դժբախտաբար օրըստ օրե ավելի քիչ կգործածվի, իսկ Հայաստանի մեջ այն ավելի շատ կջանցվի որպես քաղցր սուջուխ։ Այնուամենայնիվ շարոցը կմնա հայկական ամանորյա սեղանին անբաժանելի մասերեն մեկը։ Քաղցր սուջուխը հին հայկական աղանդներեն է, որ սովորաբար կպատրաստվի աշնան ամիսներուն, երբ կհասին ընկույզն ու բդուղները։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, լավ մնացեք։